քանի օր է արդեն խաթարվել է ձեր աշխատանքը ու ինչ հետևանքներ սա կարող է ունենալ։ Առաջ որ ծեր հարցին պատասխանը դամ, նախ ասեմ, որ մենք որպես Euromotors գազམ་ագերբություն ներկայացնում ենք BMW, Mini Cooper եւ Rolls-Royce։ Mini-ի եւ BMW-ի մեքենաների վաճառք, բայստամասերի եւ սերվիս ծառայություն, իսկ Rolls-Royce-ի բարակային միայն սերվիսի։ Ուրեմն առաջ որ անցնիմ նյութին, ես ուզում եմ մեր զորակցություն հայտնել բարոն Զարուկյանին, իր ընտանիքին, իր դիկնոջ, իր մոր եւ զավակներին։ Միևնույն ժամանակ մենք ունենք որպես Euromotors պարտներներ Princess Cars Abu Dhabi-ում, իրենք էլ նույնպես աջակցում են բարոն Զարուկյանի, զորակցում են բարոն Զարուկյանի եւ պատրաստ են դեղական մարմինների եւ իրավական եւ միջազգային ադյանների այս հարցը հետապնդել մինչև վերջ։ Հիմա անդրադառնամ ծեր դված հարցին, ուրեմն երկուշաբթի օր անակնկալ ժամը 8-ին ելուր ենք ստանում, որ այստեղ եկել են եւ ինչ որ քննչական գործողություններ են գնում։ Գալիս ենք այստեղ մի քանի հոգով, մասնակցում ենք ընդհանուր գործողություններին, մեր մոտից վերցնում են 3 սերվերներ, 19 կոմպյուտերներ, լապտոպ եւ աշխատակիցների, բոլոր աշխատակիցների անձնական մոբայլները։ Եվ անշուշտ իմ անձնական մոբայլս ոչ աշխատանքային, որում մեջ 2 համար կա եւ արկրավում եմ։ Ոչ մեկ պատճառ Euromotors-ը ես կարամ որպես տնօրեն, 10 տարվա տնօրեն ցես վստահեցնել, որ Հայաստանում իր ծավալի մեջ ամենաթափանցիկ եւ արդար գազམ་ագերբություններից մեկն է, որ ներկայացնում է իր հարգերը օրը օրին, աշխատում է լրիվ թափանցիկ համագարկ։ Այնպես որ ոչ մեկ իրավական պատճառ կար գալու եւ փակելու Euromotors-ը։ Բայց ինչպես տեսնում ենք, այս ամբողջը գնում է մի վերնակրի տակ, որովհետև բարձրապես սեփականատերը բարոն Զարուկյանն է, այլ բան ես անձնապես չեմ տեսնում սրա մեջ։ Սա որքանով կվնասի ընկերությանը, ինչ ուժեր կարող են լինել միջազգային գործընկերների կողմից։ Ասեմ ձեզ, մեր մոտ աշխատում է 3 համագարկ, 3 գազམ་ագերբությունների հետ, որը ապահովում են DMS դրությամբ համագարկ աշխատանքային։ Ուրեմն երբ որ կվերացվին այս սարքերը, սերվերները, մեր լրիվ աշխատանք այսօր խափանված է։ Եվ Mini-ի հետ, եւ BMW-ի հետ, եւ Rolls-Royce-ի հետ։ Մենք չենք կարողանում ոչ մեքենանի պատվերներ տնել, ոչ այլ աշխատանք տանել։ Ասեմ նաեւ, որ մենք հիմա մեր սերվիսում ունենք 17 մեքենա, դարբեր մարդկանց, որ բերել են այստեղ օգտվելու համար մեր սերվիսից։ Դրանց մեքենաները նաև հիմա այստեղ գալանքի տակ են, փաստորեն, այդ մարդիկը մի շաբաթ է չեն կարողանում վերցնել իրենց մեքենաները։ Ունենք չինական դեսպանադան մեքենա, Չինաստանի դեսպանադան մեքենան, որտեղ կանգնած է ներսը եւ մենք չենք կարողանում հանձնել։ Ունենք 20 մեքենաներ, որոնք պատվեր դրված են Գերմանիայում, չենք կարող մենք այդ մեքենաների օպշններ ավելացնել, որպես կարողանանք մեքենաները բերել։ Ունենք տրեյլերներ, ուր ուղարկված են Գերմանիա, որպեսզի փոխադրեն մեքենաներ, որտեղ վճարումները չեն եղել համագարկի միջոցով, այդ մեքենաները նաև անդեղ են։ Ասեմ մի խոսքով, սենց ասեմ, եթե վաղը առավոտ մեզ վերադարձնեն մեր սերվերները, մենք վերականգնելու համար մեր աշխատանքը առնվազն 15 օրվա պետք ունենք, որպեսզի կարողանանք access-ները ստանալ BMW-ից եւ Mini-ից եւ Rolls-Royce-ից։ Փաստորեն այսօր դարաշրջանի ամենամեծ շորումը, որը Euromotors-ն է, այո, փոքր երկիր ենք, բայց իր ծավալով, իր աշխատանքային մագարտակով Euromotors-ը ունի իր յուրահատուկ տեղը Գերմանիայում մեր պարտներների մոտ։ Եվ այս մեկը ընդհանրապես ոչ թե ասում է միայն Euromotors-ին, նաև Հայաստանի image-ին։ Այսօր ինչ որ կատարվում է, որպես միջազգային բրենդ, այս մոդելությունը, որ ցուցաբերվում է նկատմամբ, Էսի իսկապես շատ ծիծաղելի է, եւ ես վստահ եմ, որ բոլոր դեսպանատները, բոլոր ռիպորտները օրը օրին
ներկայացնում են իրենց երկրներում եւ Հայաստանի վարկը օրից օր գծվում է, որ այս մագարտակի անարդար որոշումներով միջազգային բրենդներ կասեցվում են։ Շնորհակալություն, սիրելի հետևորդներ, իմ զրուցակիցը Եվրոմոտորսի տնօրեն Աբրահամ Դանագյոզյանն էր։ Պահին զրուցակիցս Եվրոմոտորսի մարքեթինգի բաժնի տնօրեն Մարիանա Աբրահամյանն է։ Տիկին Աբրահամյան, մարքեթինգային առումով սա ինչ խնդիր է առաջացնելու, որովհետև լուրջ արշավներ եք տարել մարքեթինգի առումով, բայց արդեն 5 օր շարունակ խնդիր ունեք եւ նաեւ հարված է հասնում ընկերության մարքեթինգին։ Շնորհակալ եմ հարցման համար։ Իհարկե, անսպասելի եւ անակնկալ ձևով վթարային իրավիճակ է ստեղծվել։ Խոսեմ նախ իմ բաժնի անունից, մենք առաջիկայում, այսինքն հուլիսի 14-ին կոնկրետացնեմ, պլանավորում ենք iX3 նոր ավտոմեքենայի, BMW ավտոմեքենայի շնորհանդես։ Պատկերացնում եք, այսինքն մեկ շաբաթ առաջ կասեցվում է ընկերության ամբողջ գործընթացը եւ մենք ստիպված ենք կասեցնել միջոցառումը։ Նախապատրաստական միջոցառումներ են տեղի ունենում, այդ ամբողջը գործընկերների հետ մեր պարտավորությունները, հաշվետվություններ ունենք, վերջնաժամկետներ ունենք։ Բացի դրանից, մարքեթինգը բնականաբար մնացած բաժինների հետ շղթայաբար կապված է, այսինքն մեկ բաժնի աշխատանքի խաթարումը նաև խաթարում է մնացած բաժինների աշխատանքը։ Շատ վատ իրավիճակ է ստեղծված, ակնկալում ենք, որ երկուշաբթի օրը 12-ին հուլիսի կվերաբացվի մեր ընկերության աշխատանքը, բնականաբար ինչպես ընկերության աշխատանքն է խաթարվում, այնպես էլ բոլորը ունեն ընտանիքներ, աշխատում են եւ այդ աշխատանքով են պահում իրենց ընտանիքները։ Նաև պետք է հավելեմ, որ ընկերությունը միշտ բարեխղճորեն կատարել է իր աշխատակցի հանդեպ պարտավորությունը, միշտ կանգնած է եղել ընկերության աշխատակցի կողքին, զորակցում ենք պարոն Ծառուկյանին եւ ակնկալում ենք վերսկսվի։ Արդեն 5 օր շարունակ ձեր ընկերության աշխատանքը խաթարվել է, հատկապես ինչն է խաթարվել եւ որն է ձեր պահանջը։ Այո, խաթարվել է ընկերության ամբողջ բնականոն աշխատանքը, որի արդյունքում դժում են եւ աշխատակիցները եւ հաճախորդները, ինչպես նշեցին իմ գործընկերները, մենք ունենք տեղ սպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ, որոնց չեն կարողանում հստակ պատասխան տալ, քանի որ վիճակը անորոշ է։ Մեր պահանջը այն է, որ մեկ շաբաթը նշեմ, որ քիչ ժամանակ չէ փակվելու համար, չաշխատելու համար եւ մեր պահանջը նա է, որ երկուշաբթի օրվանից մենք սկսենք մեր աշխատանքը, որպեսզի գործընթացը կարգավորվի։ Հավելեմ, որ այստեղ են ես ընկերության HR մենեջերն եմ, նշեմ, որ այստեղ են ընկերության բոլոր աշխատակիցները եւ մենք ունենք նաեւ քաղաքական պայմանագրով աշխատակիցներ, ովքեր տվյալ պահին երկրում չեն, բայց իրենց աջակցությունը այն շաբթի օրվանից կանցնենք մեր բնականոն աշխատանքին եւ մեր հաճախորդները նաեւ գոհ կլինեն եւ մենք իմանանք ինչ պատասխան տանք, քանի որ շատ անորոշ է վիճակը։ Իմիջային առումով սա որքանով է հարված ընկերությանը։ Մենք ներկայացնում ենք բրենդ, միջազգային բրենդ է BMW ընկերությունը եւ ամեն դեպքում հարիր չէ էլի մեկ շաբաթ արդեն փակ է, չի գործում, չի աշխատում ու սա միջազգային բրենդ է։ Հուսանք կկարգավորվի եւ այլ հարցեր արդեն չեն բարձրաձայնվի։ Սկսելու համար նախ ասեմ ես որպես Եվրոմոտորսի տնօրեն իմ անունով, մեր լրիվ աշխատակազմի անունով մեր զորակցությունն ենք հայտնում պարոն Ծառուկյանին, իր ընտանիքին, իր դիկնոջ, մորը եւ զավակներին։ Մեկ։ Երկրորդ, նաև լիազորված եմ մեր պարտներների անունով։
մեր արաբ պարտներները Euro Motors-ի Princess Showroom Cars Jaber and Adel Marzuki Emiraten նաև իրենք զորակցում են բարոն Զավուգյանի ընտանիքին եւ պատրաստ են այս Euro Motors-ի հարցը արձարծել եւ Հայաստանում դեղական իրավական մարմինների մոտ եւ միջազգային ադյաններում։ Հիմա սկսելով սեր հարցին պատասխան տալ, ուրեմն երկուշաբթի առավոտ սկսել եմ մեր մոտ քննչական գործողություններ, որը որպես արդյունք արկրավվել է 3 սերվեր, որոնք ապահովում են մեր գաբը BMW-ի, Mini Cooper-ի եւ Rolls-Royce-ի հետ։ Euro Motors-ը հանդիսանալով region-ի ամենամեծ սրահը ներկայացնում է BMW եւ Mini մեքենաների վաճառք, հետվաճառք, սպասարկում եւ բայստամասեր է ապահովում։ Իսկ Rolls-Royce-ի վարակային ճիշտ նույնը ի բացառյալ մեքենաների վաճառքից։ Ուրեմն այդ սերվերների բռնակրավման եւ 19 կոմպյուտերներ, որոնք պատկանում են մեր աշխատակիցներին եւ իրենց անձնական մոբայլները եւ իմ անձնական մոբայլս նաեւ գրաված է։ Այս մեկը մեզ լուրջ վնասների է մատնել։ Մենք ներս ունենք 17 մեքենա ցանկացած կլայենտների, որոնց մեքենան այստեղ բերվել է սերվիսից օգտվելու համար, այդ մարդիկ իրենց մեքենաները չեն կարող վերցնել եւ դանել։ Նաեւ ունենք Չինաստանի դեսպանատան մեքենան, որ այստեղ է պետք է անցնենք դեսպանատան։ Այս կամայական որոշումը, որը ունի ոչ մեկ իրավական հիմք, մենք կարամ ես որպես տնօրեն վստահեցնել, որ մեր ծավալի գազམ་ագրությունների մեջ Հայաստանում մենք ամենաարդար, ամենաթափանցիկ հարգերը օրը-օրին վճարով մեր լրիվ աշխատանքները թափանցիկ են եւ ոչ մեկ պատճառ կար այս քայլին դիմելու, որը զուտ քաղաքական է։ Իսկ մենք լինելով հանդիսանալով միջազգային բրենդ, այս մեկը նաեւ աստում է ոչ թե միայն մեր հեղինակության, նաեւ Հայաստանի հեղինակության իհաճես BMW եւ Mini եւ Rolls-Royce-ի նման միջազգային գազམ་ագրությունների։ Միջազգային գործընկերների կողմից կարող են հնարավոր տուժեր լինել եւ ինչ խնդիրների արժեվ հետագայում կկանգնի այս կազմակերպությունը։ Բնականաբար, երբ որ մենք խոսում ենք BMW մասին, սա աշխատանքները համագարկվում են ուրեմն հadoop DMS համագարկով, ուր արտադրված մեքենաների օպշնները բոլոր դեղատրվում են այդ համագարկի ընդմիջով։ Նաև փոխանցումները, բոլոր օրդերինգները, logistics-ը բոլոր կատարվում է այդ համագարկով։ Մենք այսօր ունենք մոտ 20 մեքենա, որ այնտեղ են մոտ $2 միլիոն արժողությամբ, որոնք հասցեադեր չունեն, հասցեադեր իմաստով, երբ որ երեխամը գցենի ունենա անուն եւ ասկանուն, այս մեքենաները ունեն վին, բայց չունեն օպշններ, այսինքն առ ոչինչ են։ Վաճառելու մեքենաներ չեն։ Եթե այսպես շարունակվի, մենք ակնկալում ենք, որ ամենաարագ միջոցին երկուշաբթի օր արդեն իսկ մենք պետք է վերադառնանք աշխատանքի, որովհետև երբ որ վերադառնանք, արդեն մենք 15 օր ժամանակ պետք ունենք վերականգնելու մեր ամբողջ համագարկերը, access-ները BMW, Mini եւ Rolls-Royce-ի հետ։